Թեկուս առաքելական եկեղեցիս է դու բայց որ նվիրված ես, բայց որ քո կապը ավետարանով է, մարդիկ այս գիտեմ մեթում են վանք, լավ էլ եթում են, լավ էլ կպած են, շատ լավ, քարոզներ են լսում, հա, այնտեղ երկեր հոգևոր նվիրված են, բայց ավետարան չեն կարդում։ Դա արդեն խոսում է իրանց հոգևոր պաշար չունենալուց, գիտություն չեն ձեռք բերում։ Պատճառը ի՞նչն է, որտեղ ստե մի բան կա, որ իրանց կտրում է աստծո կամքը իմանալուց, որ ավետարան կարդում ես, բացվում է, խոսքը բացում ու դու քեզ լուսավորում է։ Ինչպիսի հոգևոր աստիճանի էլ հասնես, հայտնություններ, տեսիլքներ, երազներ, ինչ որ տենաս, քեզ Աստված ցույց տա։ Բայց եթե դու աստծո հայտնության ավետարան ես կարդում, սնունդ ես ստանում, ամբողջ քո օրը անցնում է օրհնությամբ։ Իսկ եթե դու քննի ծելում ես ու գետես կոֆե ես խմում, ու քո բանը գործին ու ավետարանը երբ որ հարմար կլինի կկարդան։ Չէ, այս չի լինում։ Որ հետո որ ուզում ես կարդաս, արդեն չես կարող կարդալ։ Քունը տանում, աշխերհից փակում, ժամանակ չի լինում, Աստված էլ չի թույլ տա, որ դու քմահաճորեն մոտենաս ավետարանին, որտեղ քեզ կսովորացնի առաջինը դու Աստծուն, առաջինը գիրքը բացի։ Ինչ եմ քո բանը գործին ասել, մի հատ քո լուսավորվի, մի հատ աստծո ներկայությամբ քեզ որոգի, որ քո ամբողջ օրը օրհնությամբ անցնի։ Ու հետո ավետարան կարդալ քո համար դյուրին կլինի, հարմար կլինի, օրհնությամբ կլինի։ Իսկ եթե դու այդպես քո կեֆին բան ու գործին, երկանից էլա արդեն ուղղակի լիքնա, ես մեկ ես խոսում, մեկի մյուսին ես տենում խոսում, ինչ որ թեմայի մեջ ես մտնում, ու հետո ուզում ես գաս ավետարան կարդաս, արդեն էլ տեղ չկա քեզ հոգևոր պաշար ստանալու։ Դու արդեն զբաղված ես քո ներսը։ Էլի ավետարան։ Կարդաս էլ բան չես հասկանա։ Կարդաս էլ քո միտքը անպտուղ կմնա, ուղղակի կանոն կլինի որ կարդաս, բայց այն հոգահայտնությունը սնունդը կողմակի ձևավորվի։ Դա չէ՞ լավ նվիրվածությունից, սրտանց, հոգով, անձով, մարմնով, չգիտեմ, մտքով Աստծուն։ Չէ՞ լավ է։ Դա լավ որ դու քո բանը գործին ես, բայց երբ որ հնարավոր է, ավետարանը կկարդա, կողից էլի։ Չէ։ Դու ես դες մտածում, բայց ավետարան բացելու համար այդ ավետարանի տերը տենում է որ դու ասենց 3-4-ական ես ավետարանը տանսում, քեզ չի օշնի։ Կսի ոչ։ Հա էլի դու ասենց այ Աստված ջան աղոթում ես, կարող աղոթներ կողրան կտրվի, կամ ինչ որ չափով թույլ տա, որ դու հասկանաս, քիչ չմարես, դիտոգում, բայց դու ուզում ես, բայց հնարավորություն չի տրվում։ Աստված կտրում է, խանգարում է, որ քո առաջնակայլը արտանում ես արավ, հոգով սկսես, խոսքով սկսես, աղոթքով սկսես քորը։ Ոչ թե վազես կոֆե խմելու, մեկի տենալու, մեկի հարցեր լուծելու, չգիտեմ ինչ որ բաներ տենաս, զբաղվես ու նոր գազ կանի մի հատ ավետարան կարդամ, նոր չէ, էս չի։ Ու կարդալը կլի չկարդալ արդեն։ Պտուղ չի տա, անպտուղ կմնաս։ Դա էլ նայած կոնսերտով մտքով ասում ծառայել պաշտելը որն է, ոնց է լինում էլի։